Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, իսկ նրանք, ովքեր պարզապես նոր միացան մեր ալիքին, ասեն, որ սա խոհարարական թեմա չէ, ամեն ինչ վերաբերում է բույսերին, ես Դոնարա Կոստանդյանն եմ, կենսաբանական գիտությունների թեկնածու։ Եթե ցանկանում եք ունենալ մշտապես առողջ, ծաղկող, փարթամ բույսեր, ապա անպայման բաժանորդագրվեք ալիքին եւ հետևեք մեր բոլոր հաղորդումներին։ Իսկ այսօր խոսելու եմ շատ հետաքրքիր թեմայի մասին։ Կարելի է արդյոք առանց քիմիական նյութերի, առանց թանկ պրեպարատների ստանալ առողջ գեղեցիկ բույսեր մեր տանը, մեր խոհանոցում ունեցած ցանկացած նյութի օգնությամբ։ Այսօր կխոսենք շաքարի, կաթի, սխտորի, լիմոնի, քացախի, ինչպես նաև մեր դեղապահարանում ունեցած ամոնիակի եւ այլ նյութերի մասին։ Դե ինչ, սկսենք։ Նախ շաքարից։ Գիտեմ, որ բոլորիս տանը կա, շաքարը բոլորիս հայտնի է որպես քայքայվող եւ գլյուկոզա ու ֆրուկտոզա առաջացնող նյութ։ Շաքարը ինքնըստինքյան արդեն պարարտանյութ է մեր բույսերի համար։ Իհարկե չարաշահել այն ինչ որ ասում եմ չի կարելի, աշխատեք մինիմալ քանակներից սկսեք, արդյունքը ստանաք, տեսնեք, ապա նոր կարող եք շարունակել։ Եվ այսպես, շաքարը կարելի է պարզապես լուծել մի թեյի գդալը, մոտավորապես 200-300 մլ ջրի մեջ, այսպես, սովորական ջրի մեջ եւ օգտագործել հողը սնուցելու համար։ Գիտեք, որ գլյուկոզան շատ կարևոր դեր է խաղում բույսերի աճման համար։ Սա մեկ։ Ես այս լուծույթով կարող եմ ջրել իմ նոր տնկած խորդենիները արմատակալելու համար, բայց եկենք չշտապենք։ Եթե ես այս շաքարաջրին ավելացնում եմ եւս մեկ ճաշի գթալ կաթ, ապա գիտեք, կաթը պարունակում է հրաշալի, այսպես մի ճաշի գթալ ավել չէ։ Հրաշալի բակտերիաներ, վիտամիններ, կալցիում, մագնեզիում, որը շատ կարևոր է բույսի արմատակալացման համար։ Եվ այսպես ես սրանով կջրեմ այն կտրոնները, որոնք նոր եմ դրել արմատակալման։ Իդեպ ասեմ, որ այս նույն լուծույթով դուք կարող եք մաքրել ձեր բույսերի տերևները։ Դրանք ոչ միայն գեղեցիկ փայլ են ստանում, այլև ավելի հաստ են լինում, դիմադրողականությունը բարձրանում է եւ պաշտպանում է նաեւ վնասատուներից։ Իհարկե գործողությունը շատ հաճախ անել խորհուրդ չեմ տա, բայց կարող եք, ասենք, 2 շաբաթը մեկ անգամ, 10 օրը մեկ անգամ, հիմա դուք տարբերությունը միանշանակ կզգաք, ոչ միայն փոշին է մաքրում, այլև տերևները ստանում են հրաշալի, փայլուն գույն։ Ահա այսպես։ Տեսեք, սա հատկապես շատ լավ միջոց է դեկորատիվ մեծ տերևավոր մոնստերաները, ֆիլադենդրոնները, ինչու չէ նաև անտուրիումները եւ ծաղկող մնացած բույսերի տերևները մաքրելու համար։ Կա եւս մեկ հրաշալի մեթոդ տերևները մաքրելու եւ սնուցելու համար։ Դա գարեջուրն է, նա փորձեմ բացել։ Շատ օգտագործել չի կարելի, բայց հիշեք, որ գարեջուրը պարունակում է բազմաթիվ վիտամիններ, այդ թվում B խմբի բոլոր վիտամինները, B1, B2, B6, B12, ինչպես նաև բազմաթիվ, լավ էր կարողացա բացել, ինչպես նաև բազմաթիվ միկրոէլեմենտներ, մագնեզիում, կալցիում, նատրիում, սիլեն, որ շատ կարևոր է բույսերի համար, որոնք ոչ միայն մաքրում են տերևները, այլև շատ նպաստում են ֆիտոսինթեզին։ Հիմա խնդրում եմ շատ ուշադիր եղեք։ Շատերը խորհուրդ են տալիս համացանցում նաև հողը ջրել, ուրեմն գարեջրի եւ ջրի լուծույթով կամ խառնել շաքարավազի հետ։ Ես միանշանակ խորհուրդ չեմ տա, որովհետեւ դա կարող է առաջացնել այսպես մակերեսին պլյոնկայի նման բան, հողի, որը գրավում է միջատներին եւ հողի ստրուկտուրան այդքան էլ չի լավացնում, ինչպես ասենք կաթը։ Այդ պատճառով, եթե ցանկանում եք օգտագործել գարեջուր, ապա դարձյալ կարող եք վերցնել 1 ճաշի գթալ, մեկը 5-ի հարաբերությամբ է մոտավոր լինում,
1 ճաշի գթալ եւ նրան ավելացնել ջուր, այնուհետեւ այս լուծույթով եւ կարող եք ցողել բույսը ամբողջությամբ եւ կարող եք մաքրել տերևները, ամբողջովին լցնենք, որ հարաբերությունը ճիշտ լինի եւ դարձյալ կարող եք մաքրել տերևները, հրաշալի արդյունք է տալիս։ Մեկ այլ բան ասեմ, գարեջուրը իդեպ կարող եք օգտագործել շատ հաջող նաեւ այգիներում, եթե ունեք այնտեղ խխունջներ, փափկամարմիններ, ապա փոքրիկ թասիկներով դնում եք մարգերի արանքում, ենթադրենք լոբի եք աճեցնում այնտեղ, վարունգ, լոլիկ, չգիտեմ ինչ որ բաներ, բանջարաբոստանային բույսեր եւ հոտը գրավում է այս փափկամարմիններին, դրան գալիս լցվում են մեջ, այսպիսով դուք արդեն ստանում եք պայքարի բնական միջոց վնասատուների դեմ։ Դարձյալ մաքրեմ մի քանի տերև, հետո դուք արդեն կհամեմատեք։ Իդեպ ես երկուսով է փորձում եմ եւ երկուսով էլ հրաշալի արդյունք եմ ստանում։ Մեկ շատ կարևոր բան նաեւ շաքարի օգտագործմամբ քացախի համադրությամբ։ Գիտեք, որ քացախը, կիտրոնը, ասպիրինը հրաշալի նյութեր են հատկապես թթվային հող սիրող բույսերի համար։ Դրանք են գորտեզան, անտուրիումը, սպատիֆիլումը նույնպես թեթև թթվային հող են սիրում, թթվային հող սիրում է գարդենյան եւ էլի բազմաթիվ բույսեր։ Ինչ կարող ենք անել, դարձյալ վերցնում ենք թեյի գթալով շաքարավազ, ուր դրեցինք մեր շաքարավազը, ավելացնում ենք ջրին, նրան ավելացնում ենք մոտավորապես կես այս դեպքում, կես թեյի գթալ, որտեղ ես աշխատում եմ 250 մլ բաժակի համար, եթե դուք պետք է անեք 1 լիտրի համար, ապա խորհուրդ կտամ 1 ճաշի գթալ շաքարավազը, ավելացնել մոտավորապես 1-ից մի քիչ քացախի հետ, դժվար է դուրս գալիս, սա նաև, ինչ դժվար դուրս եկա, սա նաև հրաշալի միջոց է այն բույսերի համար, որոնք զգում եք երկար ժամանակ նոր ցողուններ չեն տալիս, տեսեք, թեյի գթալից քիչ վերցրեցի, իհարկե շաքարը պիտի մի փոքր ավել լինի։ Կոնկրետ կարող ենք սա օգտագործել զամյա կուլկասի համար, եթե ցանկանում ենք, որ նա նոր ավելի շատ ցողուններ տա։ Ես էլ տվեցինք զամյա կուլկասի, արդեն հողն ենք ջրում։ Դե իսկ հիմա սիրելիներս ուզում եմ անցնել ամենանոր բույսերին, օրքիդներին, ֆալենոպսիս տեսակն է ինձ մոտ, դարձյալ տերևները չեմ մաքրել, որովհետև հիմա մեկ այլ նյութով պիտի մաքրեմ, դա հրաշագործ սխտորն է։ Իդեպ ասեմ, որ բույսը արդեն հանգստացել է, ցողունները դուք կտրել եք, բայց ուզում եք նոր ծաղկացողուններ դուրս գան, ապա անպայման վերցնում եք սխտոր, նրան բաժանում եք, մեկ պատիճը ամբողջովին հերիք է, դեռ մի փոքր էլ կմնա, ես կասեմ ինչ ենք անում, բաժանում ենք փոքրիկ, այսպես շերտերի, հիմա ցույց կտամ, բարակ, սխտորը ընդհանրապես շատ կարևոր է եւ մարդկանց համար եւ բնականաբար բույսերի։ Մենք սա մտցնում ենք այս տերևների արանքը, որտեղից հնարավոր է որ դուրս գան մեր ծաղկացողունները, իդեպ դրանով կարող ենք մաքրել տերևները, բայց ես հիմա տերևները կմաքրեմ մեկ այլ բանով, այսպես մտցնում ենք արանքները, յուրաքանչյուր զույգի արանքը, տեսեք, շատ բարակ շերտեր են, հեշտությամբ մտնում են եւ ստիմուլացնում են, ակտիվացնում են եւ աճը եւ ցողունները լինում են ավելի բարձր, որ շատ գեղեցիկ է, իսկ նրա վրա ավելի շատ քանակով ծաղիկներ են հայտնվում։ Ինչ վերաբերում է տերևներին, ապա տերևները նույնպես կարելի է մաքրել հենց սխտորաջրով։ Այս բարակը դնեմ այսպես, մենք սխտորը կգցենք ջրի մեջ, մի քիչ կարող ենք ավելացնել, նաև շատ լավ հակաբորբոքիչ է, պաշտպանում է նաև բույսերը ալրացողից, որը նույնպես շատ կարևոր է, շատ վնասատուների դեմ հանդիսանում է բնական ինսեկտիցիդ, այսինքն միջատասպան, այնպես որ գոնե տարվա մեջ մի 4-5 անգամ աշխատեք սխտորով բուժել ձեր բույսերը եւ ակտիվացնել։ Այսպես լավ թափահարում ենք։
ես հիմա շատ երկար չեմ կարող սպասել, թափահարում ենք այնպես լավ, որ լուծվում է սխտորի հյութը, կարող ենք նաև հյութը քամել, ավելացնել ջրին եւ դրանով կարող ենք ջրել բույսը։ Եվս մեկ նյութի մասին կխոսեմ, որով էլ կջրենք եւ մեր օրքիդեան եւ անդուրիումը, որովհետեւ այս նյութը նպաստում է առատ ծաղկմանը, փարթամացմանը բույսի եւ ամենակարևորը ընտիր հյութեղ ծաղիկների գույն ունենալուն։ Եվ այդ նյութը մեզ բոլորիս քաչ հայտնի ամյակն է։ Ինչ ենք անում։ Վերցնում ենք 2 մլ 1 լիտր ջրի մեջ, 2 մլ մոտավորապես, տեսեք այսպես, թեյի գթալի, կեսն է գալիս, 2,5-2 մլ, լցնենք այսպես ջրի մեջ, արդեն հոտը շատ ուժեղ եկավ, ավելացնում ենք այնքան ջուր, որ դառնում է մոտավորապես, ոչ թե մոտավորապես, այլ 1 լիտր, դրանով կարող ենք ջրել բոլոր ծաղկող բույսերը, կարող ենք ջրել ամենանուր բույսերը, ինչպիսին ասացի, օրքիդեան է, ահա այսպես, թափահարում ենք և ջրում մեր անդուրիումը, որպեսզի նոր դուրս եկող ծաղիկները ավելի հյութեղ և գունեղ լինեն, տեսեք ես ձեզ հիմա ցույց կտամ, սա արդեն մեկ անգամ ջրված է, սրանք հին ծաղիկներն են, արդեն ծաղկումը ավարտում է, իսկ սրանք նայեք ինչ հյութեղ են, և այստեղից ինչքան նոր ծաղիկներ է տալիս, արդեն ամյակով ջրված ծաղիկներն են, սակայն սիրելիներս մեկ անգամ ևս ուզում եմ հիշեցնել, որ այնինչ ես ձեզ խորհուրդ տվեցի, պիտի շատ զգուշությամբ օգտագործեք և ոչ շատ հաճախ, որովհետև գիտեք, ամեն ինչի ավելորդներ դրական բաների չի բերում։ Ջրենք նաև մեր օրքիդեան և հետագայում, երբ որ ցողունները դուրս կգա, ես անպայման ձեզ կցուցադրեմ։ Սիրելիներս, մեր խոհանոցում այնքան լավ նյութեր կան և այնքան գրոշներ արժեցող, որ կարծում եմ պետք չի հաճախ անդրադառնալ քիմիային կամ հսկայական գումարներ ծախսել առողջ բույսեր ունենալու համար։ Պարզապես պիտի լինեք գրագետ, պիտի իմանաք, որը ինչպես օգտագործել և ամենակարևորը, որ ժամանակ։ Ես ձեզ կաշխատեմ այս բոլորում օգնել։ Իսկ քանի որ ամյակը նպաստում է նաև արմատակալացմանը, վերջում ես արդեն բազմացման համար դուրս եկածին լուսամիտ ջուրը կավելացնեմ, զամյակոլկասի տերևները կդնեմ բազմացման։ Մենք շուտով կհանդիպենք, մնացեք բարյավ, անպայման հետևեք հաղորդումներին և դրեք ձեր լայքերը։ Միշտ ձեր Դոնա Կոս։